Եթե հնարավորություն կունենա, Գործենք ընդառաջ այդ պատվարանը։ պատվարժան դատարան, թեկուզ սելագրի տեսքով այնպես չի, որ դա մենք պետք է եսին ինձ ձեր օգտագործենք, զուտ ծանոթանալու առումով։ Պատվարժան դատարան, նախ շատ տպավորիչ ելույթ էր, բայց վստահ եմ, որ մեր փաստաբանները, պաշտպանները հիշելու այդ խնդիր ունեն եւ պետք է առարկայական դառնա ամեն ինչը, վստահաբար։ Եվ մենք էլ բոլորս, հիմա դուք էլ վստահ եք։ Բայց ես հարց ունեմ մեղադրողներին, դարձյալ կրկնեմ։ 7 ամիս շարունակ այս բոլոր այսպես կոչված ապացույցները, սրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Եթե կուզեք ավելի հետո կմեկնաբանեմ ասածս։ Փորձակնություն ի վերջո կա թուղթ որևէ, այդ որ իրենք կարդում են, ասենք Իգոր Սարգսյանին, Գալստանյանին, ինչ իմամ Շարբաթյանին, Լիդիա Մանթաշյանին, ինչով են փաստել, որ այդ մարդիկ են։ Մեկ, երկրորդ, արդյոք դրանք կեղծված չեն, արդյոք դրանք ուրիշ մի տեղից վերցված եւ այդտեղ զետեղված չեն։ Հիմա ես պատահական չհարցրեցի հունիսի 4-ի մասին, շատ պատահական չեմ հարցրել, շատ ուղիղ է դա։ Ինձ համար, որովհետեւ հունիսի 4-ը կոնկրետ խոսակցություններ են, որտեղ այլ բանի մասին է խոսում ընդհանրապես։ Երկրորդ պիտի խնդրեմ, որ սահմանեն, այդ որն է, որ խոսակցություններ են տեղի ունեցել իշխանափոխություն անելու ոչ սահմանադրական կարգով։ Գաղտնիք չի ոչ մեկի համար։ Ես պայքարի մեջ եմ 2020 թվականից հետո 2023 թվականի, 24 թվականի Արցախի հանձնումից հետո, Տավուշի գյուղերը հանձնումից հետո, մարտ ամսից սկսած ես պայքարի մեջ եմ, համաժողովրդական պայքարի եւ չեմ էլ թաքցնում, այո, պետք է եղել խմբերով պիտի կազմեի, ամեն ինչ պիտի անեի, դրանում ոչ մի կասկած, ոչ մեկն էլ չի թաքցնում դա։ Մեղադրականում ասում է հարվածային խմբեր, շատ լավ, հարվածային խմբեր, բա ֆուտբոլի խմբերի մասին ինչու չի ասվում, բա խրամատների մասին ինչու չի ասվում, առաջնագծի մասին, ասում սրանք զինվորական տերմիններ են, ինչու դրանց մասին չի խոսվում, օրինակ։ Երկրորդը, ձեռագրաբանական քննություն անցած կա որևէ բան։ Ինձ քննչական կոմիտեում հարցրել են օրինակ, չգիտեմ, սա նախաքննական գաղտնիք է թե ոչ, բայց արձանագրված փաստ է։ 2024 թվականի մարտի 18-ին Գառնիկ Դանիելյանից ուղարկված ինչ-որ թղթի մասին, որ ես եմ գրել եւ ուղարկել եմ, որտեղ խոսում է հաշտության օրակարգի մասին, որտեղ խոսում է ոստիկանների հետ որևէ առնչություն չունենալու մասին եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սա ապացույց է, թե ապացույց չի։ Սա սուբյեկտիվ մեկնաբանություն է, թե ոչ։ Ձեռագրական փորձակնություն անցել է, թե ոչ։ Ես խնդրում եմ, որ մեղադրողները պատասխանեն։ Ի վերջո 7 ամիս շարունակ այս ամբողջ տեքստերը որ կան, ինչով են վերագրելի այստեղից նստած յուրաքանչյուրին, ով է դա փաստել, ինչով են դրանք ոչ մոնտաժված, ես ձեզ մի դրվագ կարդամ, ընդամենը, կներեք որ երկարացնում, բայց մի դրվագ ապացույցից եք մեջբերում անելու դրա անհրաժեշտությունը չկա։ Չէ, զուտ ասեմ նա, որ 3 նախադասություն է գրված, գործի միջից վերցված, 3 նախադասության ամեն մեկի վերջում գրվածը չի լսվում։ Հիմա ես ինչ եմ ուզում ասել, միտքս, ես ընդհատեմ ձեզ, շարունակեք, եթե բնականաբար գտնեք որ ավելացնելու բան ունի, մեղադրողները այս պահին նշեցին, որ լրացուցիչ ծավալ ունեն ներկայացնելու, ոչ ամբողջական են ներկայացնելու։ Շատ լավ։ Հենց ծավալը մեղադրանքի կողմ է ներկայացնելու։ Եթե գտնեք, որ դա բավարար չէ, ես նորից եմ կրկնում եւ նախորդ դատական նիստին էլ նշեցի, կողմերը քրեական դատավարության օրենսգրքի 334 հոդվածի կարգով իրավունք ունեն ծավալը լրացնելու մասին միջնորդություն անել, այդ ինչ որ յուրաքանչյուր կողմը կներկայացնի եւ դատանը եթե ծավալ սահմանի, դրանից զատ այսինքն ապաստրի ծավալը լրացնելու միջնորդություն է կանելու։
Շատ լավ, ես Ես հասկանում եմ։ հիմա այս պահին չեմ կարող մեղադրանքի կողմին նման հարց ուղղել, նման լիազորություններ չունեմ այս պահին, նման հարց ուղղելու։ Պատվարժան դատարան։ Իսկ ինչ որ վերաբերում է այդ ապացույցին ձեր ներկայացրած, եթե այդ ապացույցը ներառված լինի կամ ներառված է ապացների ծավալի մեջ, բնականաբար քննության հետազոտման արդյունքում կողմերը ձեր կարծիքը ներկայացնել է դրա մասին։ Իմ ասածը, ես ձեր ասածը լիովին պատկերացնում եմ, իրավական իմաստով էլ, դատարանական գործընթացի իմաստով էլ, բայց ուրիշ բան եմ ասում, ես ինչպես անցյալ անգամ եմ կրկնել, ինչքան ուզում է ծավալ ներկայացնեմ, որքան ուզում է ներկայացնեմ, մինչև փորձաքննության փաստված չլինի, դրանք ապացույցներ չեն, դրանք միգուցե փաստեր են, միգուցե ինչ-որ ձևով արձանագրել, մեկ-մեկը նստել գրել է, բայց չեն կարող դրանք ապացույց լինել։ Հետևաբար ինչ են ներկայացնում, ես դա եմ ուզում հասկանալ, եթե փորձաքննություն կա եւ ըստ էության փաստը դառնում է ապացույց, խնդրեմ թող ներկայացնեն, թե ձեռագրական, թե մնացածը, չկա այդ փորձաքննությունը։ Ես սա ասում եմ հստակ կերպով, եթե չկա, ապրիորի անիմաստ է ներկայացնել այդ բոլորը։ Ես դա եմ ասում։ Մեղադրանքի կողմը ինձ թվում է լսեց, մեղադրելի դիրքորոշում է այս մասին, դուք ձեր իրավունքն է, դուք ինքներդ եք ներկայացնելու, բնականաբար հիմնական դատալսումների ընթացքում քննության արդյունքում նաև վերաբերելության, թույլատրելության, ես նորից եմ կրկնում, որպես ապացույց օգտագործելու այդ բոլոր այս հանգամանքները պարզվել են։ Չկա որևէ բան ավելացնելու։ Պատվարժան դատան նկատի ունենալով, որ մեղադրողների խնդրանքը վերաբերում էր հաջորդիվ ներկայացվող ապացույցների համար որոշակի ժամանակահատված սահմանելու, մենք էլ